Քվեարկության կարգի մասին կցանկանամ խոսել, ինչ պետք է անեն եւ ինչ պետք է անեն ընտրողները։ Տեսեք, ի սկզբում մոտենում են սարքին անձնագրով, սարքով անձնագիրը ֆիքսում է եւ մատնահետքով, որ տվյալ քաղաքացին հանդիսանում է հենց այս ընտրատեղամասի ընտրող, եթե կանաչ լույս է վառվում, որից հետո արդեն կտրոնով եւ անձնագրով մոտենում են մատյաններից մեկին, մեկ կամ երկուս, այնտեղ գտնում են իրենց հերթական համարը կտրոնով, ստորագրում են, դրվում է անհատական կնիքը աշխատակցի կամ պատասխանատուի եւ կտրոնի վրա եւ մատյանում, որից հետո մոտենում ստանում են քվեաթերթիկ, քվեախցում ծրարի մեջ դնում են քվեաթերթիկներից մեկը, մոտենում են արդեն քվեատուփին, այստեղ ինքնասոսնցվող դրոշմանիշ է փակցվում սպիտակ հատվածում ծրարից դուրս գտնվող Առանց բացելու, այո, աշխատում ենք այնպես անել, որ պատասխանատուն փորձի չդիպչել ծրարին, ծրարը քաղաքացին դնում է սեղանին, սոսնձվող դրոշմանիշը փակցվում է վրան եւ քվեատուփը բացում ենք, քաղաքացին արդեն ծրարը ծում է քվեատուփի մեջ։ Իսկ մյուս թերթիկները, որոնք մի ընտրություն է անում, իսկ մյուսները թողնում է քվեախցում։ Քվեախցում հատուկ գրպանիկ կա, որտեղ թողնում են նախապես մինչև ընտրության մեկնարկը մենք քվեախցում յուրաքանչյուր համարից 3-ից 5-ական քվեաթերթիկ գցել ենք, որպեսզի խնդիր չառաջանա հետագայում, եւ պարբերաբար, եթե հասկանանք, որ այնտեղ գրպանիկում շատ են, մոտենալու եմ նախագահը միայն բոլորի ներկայությամբ տեղյակ պահելով քվեախցից հանելու այդ ավելորդ քվեաթերթիկները։ Որ դեպքերում է, որ քվեաթերթիկն անվավեր է ճանաչվում։ Եթե գրառում կա վրան, եթե դրոշմանիշ չկա, կամ եթե ծրարում օրինակ կա 2 քվեաթերթիկ եւ մեկի վրա կա ինքնասոսնձվող դրոշմանիշ, միևնույն է համարվում է անվավեր։ Եթե օրինակ այդ քվեաթերթիկը փոքրինչ ծալված է կամ նորմալ չի դրված ծրարի մեջ, այդ դեպքում եւս անվավեր է ճանաչվում։ Ոչ, ուղղակի գրառում պիտի չլինի վրան, եթե ծալված է, ցանկալի է որ ծալված չլինի, բայց երբեմն քաղաքացիները չեն ֆիքսում, որ ուղիղ պիտի դնեն ծրարի մեջ, ծալում են, հետո երբ որ մոտենում են արդեն դրոշմանիշը փակցնող մասնագետին, այստեղ հասկացվում է, որ սպիտակ մասը դուրս չի եկել, նորից վերադառնում են քվեախուց, ուղղում են եւ ծալված լինելը խնդիր չի։ Կարևորը ավելորդ գրառում, ավելորդ նմուշ չլինի վրան, պատրված չլինի եւ ծրարի մեջ մեկից ավել քվեաթերթիկ չլինի։ Շնորհակալություն։